Ամջան, բարի օրիշ կա։ Մարտակ զբաղված եմ հետո զանգի ով եթ։ Актирование. Of YouTube. Ահա, սիրելի հետևորդներ, հիմա ես էստեղ եմ, ես ձեզ մի փոքր էստեղ կա, այ սենց տեղ, սա իմ ուղիղ եթերն է, ես խոստացել էի, որ ես ցույց եմ տալու այն, ինչ ստեղծել եմ իմ ամբողջ 29 տարվա ընթացքում, տարո քարտերի հետ կապված, 0-ից սկսած, ահա, հիմա ես այս կողմ տանենք, այսպես, ահա, հիմա մենք ինչ ենք տեսնում, ահա, ուր եմ, հիմա ես մտնեմ իմ, ահա, բոլորը տեսնում եք մի փոքր, ահա, սկիզբը, տեսնենք սա է, չէ, չէ, սա պետք է ջնջեի, տնախենը, այստեղ, սա մեզ պետք չի, մոդել, տեսնենք սա է, չէ, սա է լավիձը, սա է պետք է ջնջենք, ահա, նախ բարև բոլորին իմ բոլոր սիրելի յութուբյան հետևորդներին և դիտորդներին, ձեզ հետ տարօթվա հոգեբան Իննարա Գրիգորյանն է, հավաքվեք, չի, տեսնենք որտեղ ենք դրել, ոնց որ էս էլ չի, սինխրոն, չեն ուզում վիդեո, ահա, вот, սա էլ փոքրացնենք, մի փոքր էսպես, ես կարծում եմ տեսնում եք սիրելի հետևորդներ, ահա, ինչ կա էստեղ, սա այն է, ինչ ես ստեղծել եմ,
մի փոքր էստեղ։ Չգիտեմ ձեզ երևում ա թե ոչ։ Ահա, մի րոպե, մի վարքյան, սիրելի հետևորդներ, փոքր էստեղ այսպես անենք, նորից բաժելիցան ես տամ։ Մհմ, ձեզ երևում ա, չգիտեմ։ Ահա, այսպես դուք կտեսնեք։ Ուրեմն նայում ենք այստեղ, այստեղ մի քիչ սա էլ փոքրացնենք, սա դնենք այստեղ, այս կողմի վրա, սա բերենք այստեղ, որպեսզի իմ հետևորդները տեսնեն, նայեն, ինչ է ստեղծել եմ։ Մենք տեսնում ենք մոգի քարտը, տեսնում եք, տեսնում եք, այստեղ գրած է տարուն որպես վերլուծական ճարտարապետություն, այսինքն ինքնաճանաչման, հոգեբանության և բիզնեսի համակարգված ծրագիրը։ Սա ես եմ ստեղծել և ինչ ենք տեսնում այստեղ, հա, մենք տեսնում ենք մոգին, էներգիաները, կուբկը, տեսնում եք, սրանք էներգիաները նրա ամբողջ շուրջը, մեկ թվանշանը, որի վերևը արևի նշանն է, ես դրել եմ, որովհետև մեկ թվանշանը դա թվագիտությամբ արևն է, մարդու։ Մենք տեսնում ենք այստեղ նայեք, սպիցերը, ներքևն էլ ենք նայում, էներգիաները, լիլիաները, այստեղ գույները, սեղանի վրա գործիքները, մարդ ինքն է կառավարում, հա, ամբողջ 4 տարերկները։ Սա ես իմ դասընթացների ժամանակ տալ եմ իմ աշակերտներին։ Նայում ենք հաջորդը, ինքնաճանաչման, հոգեբանության և բիզնեսի համակարգի ծրագիրը, նայեք, միֆից դեպի մեթոդ, տարոն գուշակություն չէ, այո, տեսնում եք, ես նկարել եմ ինչ, բարձրատիպ միֆ, այսինքն քանդված գունդն եմ ես դրել, այո, որովհետև շատերը խաբում են, ներկայացնում են տարոն որպես գուշակություն, ինչը տարողները իրական մասնագետները չեն սիրում։ Այստեղ մենք տեսնում ենք էներգիաները, հա, որտեղով որ աշխատում ենք, սա իրականության մեթոդն է, մաքուր էներգիան, այլ ոչ թե սա գուշակությունը, հա։ Նայեք, իրականության մեթոդը դա տարոն, այստեղ ինչի հետ կապ ունի տարոն, տարբեր ուրեմն հավանականությունների հետ, վերլուծության հետ այո կապ ունի և ինֆորմացիայի կառավարման ունիվերսալ լեզու է։
Այստեղ ես ամեն ինչ նշել եմ, ոչ մի բան պակաս չեմ թողել։ Եվ ինֆորմացիոն ինտերֆեյսը, որը տեսնում եք, էլի ես գծագրել եմ, բավականին շատ կարևոր նշել եմ կետերը, դա ինչպես է աշխատում, այսինքն քարտերը պարզապես վահանակ են, եւ կարելի ասել մոնիտոր, հա, ենթագիտակցության եւ իրականության ազդանշանները վերածելու համար։ Այստեղ ես ամեն ինչ գրել եմ, դե բացատրում եմ, հա, ես իմ աշակերտներին, այստեղ երրորդ կողմը ես ինչպես դուք տեսնում եք, աստղաբանները sense կլոր նատալնի քարտը, հա, ձեր քարտեզը, որ աստղաբանական բացում են, նույնն էլ տարոյի մեջ է սա, տեսնում եք, տեսնում եք, համակարգի անատոմիան է սա, տարոյի 78 քարտերի հիերարխիան, որը ես ստեղծել եմ, այսինքն ձախ կողմի վրա այստեղ ավագ արկաններն են, 22 հոգևոր արկանները, այսինքն համակարգի միջուկն է սա, գլոբալ օրենքները, հոգևոր դասերը, արմատական կյանքի էտապները, ներողություն, եւ կարմիկական ուժը։ Իսկ ձախ կողմում 56 քարտերն են տարոյի, որոնք իրավիճակներն են ցույց տալիս այս կամ այն, ինչպես դու կարող ես այդ էներգիաները օգտագործես։ Տեսնում եք, հա, ես այստեղ բավականին հետաքրքիր սխեմաներով գծել եմ։ Նա կրտսեր արկաններ են կոչվում 56 քարտերը, որոնք դետալիզացիա եւ նյութական աշխարհն են, կենցաղային իրավիճակները, առօրյա որոշումները եւ ընթացիկ գործողությունները իրավիճակներն են ցույց տալիս։ Ահա, հիմա նայում ենք այստեղ տարերքներն եմ ես գրել եւ մատրիցայի, հա, եւ արքունիկի էվոլյուցիան։ Այստեղ ունենք 4 տարերք, դրանք ուրեմն գավաթներն են, ջուրի տարերք, գավազաններն են, կրակի տարերք։ Ջուրը դա ի՞նչն է։ Մարդու էմոցիաները, մարդու զգացմունքները, կրակը ի՞նչն է։ Գիրքը, իմպուլսները, կրակ մարդու մեջ, սրերն են, դա թուրերը, օդ, տրամաբանություն, ինտելեկտ, եւ պենտակլյումները, հողի տարերք, նյութականը եւ աշխարհը, հա, պենտակլյումներ, ամեն մարդ մի ձևի է ասում։ Ես հայերեն պենտակլյում եմ ասում։ Այստեղ գործիքակազմն է, ախտորոշիչը, շատերը ինչ չգիտեն այս մասին, մատրիցան, ուրեմն գործիքակազմը դա սակրալ գործիքն է հենց ինքը տարում, այսինքն կալոդան,
տարոքարտերը։ Ես սովորեցնում եմ հենց առաջինը, տեսնում եք Rider White-ը, հա, այստեղ տարբեր կան։ Այո, Մարսելի տարոն է, տոտի տարոն է, տոտը բավականին տարոտոտը ինքը շատ հզոր էներգետիկ դաշտ ունի։ Բարդությունը ռայդերի, հա, ստեղ ցածր է, վիզուալ տիպը իր լիարժեք նկարագրված, նկարազարդված սիմվոլները։ Նպատակը, այսինքն ում համար, դա ունիվերսալ է, հենց տարո ռայդերի վրա շատ հեշտ է սովորելը, երբ ուսուցիչ սովորեցնում է, այսինքն սա լավագույնն է սկսնակների համար։ Մարսելյան տարոները դա բարձր է, այո, այստեղ վիզուալ տիպը իրա կրտսեր արկանները առանց սյուժեների եւ նպատակը ում համար կարող է լինել խորքային ընթերցման միայն վարպետների համար։ Եվ տարոտոտը, որը բավականին հզոր էներգիա ունի, շատ բարձր է, բարդ է սկսնակների համար, ինչպես Մարսելի տարոն։ Ինչու Rider White-ը, հա, ես միշտ ասում եմ, որ մարդիկ պետք է Rider White-ից սկսեն սովորել։ Որովհետև Rider White-ը ասեցի, հա, ինքը ցածր է, բարդությունը, սիմվոլները էլի շատ են, լիարժեք նկարազարդված եւ շատ հեշտ է լինում սկսնակների համար, լավագույնն է սովորելու համար։ Եվ երրորդը դա տոտն է, որը գրել է համակարգ ստեղծել է Ալիստեր Կրոուլին, եւ այստեղ շատ բարձր է մակարդակը, էներգիան շատ ուժեղ։ Այո, եւ այստեղ ինքը շատ խիստ սիմվոլներ կա, շատ ուժեղ էներգետիկան եւ աստղագիտական տեսանկյունից ինքը շատ ինֆորմացիաներ է տալի։ Իսկ նպատակը ովքեր կարող են օգտագործել մոգական պրակտիկները իրենց պրակտիկաներում եւ ինչ որ ստվերային աշխատանքներ տանելու համար։ Հատուկ նպատակներ ես տեսել եք այստեղ գրել եմ, կալոդաներ, դա արդեն երբ պրակտիկ են դառնում, մասնագետները, սկսնակները հետագայում կարող են նաև օշոձենը, զեն, հա, օգտագործել ինքնաճանաչման համար։ Թզուկների տարոքարտերն էլ կա, բիզնեսի պրակտիկայի համար է շատ լավ, եւ մանարան, էրոտիկ Միլո Մանարան է հեղինակը, հարաբերությունների, սիրային հարաբերությունների համար է։ Հիմա ես ձեզ ուզում եմ ցույց տամ սկիզբը, Արկանի միջուկը, որը որ ես ձեզ ցույց տվեցի, տեսնում եք։ Ահա, հիմա շատ կարևոր մասն ենք մենք հասնում։ Ականների միջուկ ընդեմ անգիր անելու, քիչ է,
նշանակությունը իմանալ եւ ինչ որ մտածել դա կանխատեսում է, ոչ, այդպես չի լինում։ Նայեք, մոգը ընդդեմ անգիր անելու, որ մարդիկ կարող են նշանակությունն իմանան եւ այտենց անգիր անեն ասեն։ Կաշխատի մարդու մոտ իհարկե ոչ, դա շատ քիչ է, մանավանդ եթե ուժեր տված չի։ Նայեք, նայեք, հիմա մոգը, օրինակ, միջուկը ինքը հենց ներուժի եւ ռեսուրսների ակտիվ կառավարման եւ արարչագործություն այս մասին է խոսում։ Իսկ շատերը այս մասին չգիտեն։ Այստեղ գրել եմ անգիր արված ցուցակներ։ Տեսնում եք, նշել եմ, որը չի աշխատում։ Անգիր արած ցուցակները, այո, տեսնում եք, բոլոր տեղերը կա։ Իրականությունը որն է, այն, ինչ ես գրել եմ իմ կյանքի փորձից։ Կայսրուհին, միջուկը դա նյութականացումն է, ա- պտղաբերությունը, արգասաբերությունը եւ առատությունը։ Ինչը ես չեմ տեսել ոչ միտեղ, որ այսպեսի բացատրություն տան, որևիցե մեկը։ Միանում անայ քրմապետուհին, հա, քրմուհին։ Միջուկը դա ներքին իմաստություն, դադարն է եւ մարդու ենթագիտակցությունը։ Հաջորդը դա կայսրն է, այսինքն հենց միջուկի մասին ենք խոսում, աշխատողը, կարգապահություն, հիերարխիա եւ կոշտ կառույցներ։ Ես, քանի որ համադրել եմ թվագիտությունը տարոյի հետ, մենք տեսնում ենք բավականին լուրջ գիտելիքի մասին է այստեղ խոսքը։ Մենք տեսնում ենք հաջորդը, ինչպես կարելի է ինտուիտիվ, հա, ընթերցել օրինակ իմ ալգորիթմը։ Տեսողական կոնտակտն է, հենց առաջին տեսնում եք նկարը։ Տեսնեմ ուղիղ եթերս վերևում, չէ, ահա, բայց կերևա ինձ թվում է։ Այստեղ մենք տեսնում ենք տեսողական կոնտակտը, հա, ինչպես եմ ես բացատրում իմ հետ աշակերտներին։ Դա պետք է նայեն քարտերին, տեսողական դետալներին, սիմվոլներին եւ սուժեին, անտեսելով նախնական գիտելիք։ Երկրորդը դա ուղեղն է, տեսնում եք, ենթագիտակցականի ակտիվացումն է տեսողական կոնտակտից հետո։ Является лучшим кандидатом в вакансию. Спасибо. Ահա, սա ինչի մասին է խոսում, որ սալ հենց առաջին տեսողական ասոցիացիաները եւ զգացողությունները, հա, տեսողական, այսինքն, երբ որ սիմվոլները տեսնում ես։ Հաջորդը դա բառային տեսնում եք, հա, ես այստեղ SMS-ի տիպի նշան եմ արել եւ գնում գալիս է սենց բաներով զիգզագ, դա բառային արտահայտումն է, որ մարդը կարող է արտաբերել կլիենտին խոսքի օրինակ։ Օրինակ, բարձրաձայնել միտքը ակտիվացնելով հաղորդման կենտրոն։
Հաջորդը դա տեսնում եք, այնպեսի տպավորություն է, այդ երբ որ գնում եք դիր կրակելու, հա, ասենց նշանակետը, այսինքն Խաչաձևը Միչուկի հետ, այս մասին է խոսքը։ Սա ինչի մասին է խոսում, ստացված պատկերը սինթեզ արկանի դասական բազայի հետ։ Սա շատ կարևոր նրբություն է, ինչը շատերը անգամ միգուցե սկի մտքներով չել անցնում, չեն էլ իմանում այս մասին։ Հաջորդը ես այստեղ դիտարկել եմ հարցերի ճարտարապետությունը 50% եւ պատասխան, հա։ Այսինքն լինում է լղոզված հարց, որ ճիշտ հարցեր չեն տալիս տարոյին եւ ստանում են բավականին լղոզված պատասխան։ Եվ դա կարող է լինել աղավաղված եւ անօգուտ ինֆորմացիա։ Այո, այստեղ ես դրել եմ բուրգը, որովհետեւ սա էլ է շատ կարևոր։ Եթե տալիս ես որպես լավ մասնագետ ճշգրիտ հարց, դու տեսնում ենք, հա, աշխատում է եւ լազերային կենտրոնացված վերլուծություն կարող է ստացվել եւ դու հաջող կարող ես լավ մասնագետ դառնալ։ Օրինակ, հարցերից մեկը, հա, ինչ է ինձ սպասվում, ինչը ես 100,000 անգամ ասել եմ, եթե հարց չի, որ դուք տալիս եք, հա, դա չափազանց անորոշ հարց է, որ կարող է ձեզ պատասխանել։ Նայեք, իսկ եթե ճիշտ հարց ես տալիս, հա, որն է խոսքի օրինակ, իմ նախագծի զարգացման միտումը հաջորդ 3 ամիսներին կամ աշխատանքի պերսպեկտիվան, հա, զարգացման։ Դա ճիշտն է, պատասխան հարցի։ Շատ շաբլոնային է, հա, այդ գուշակներն են դրանք անում, ինչից խաբար չեն, թե ինչն է պատճառը, որ չի աշխատում իրենց աշխատանքը։ Դա հենց որպես տարօրինակ ես այս գործիքները ստեղծել եմ։ Ճիշտ ոսկե կանոն էստեղ, ը, այսինքն երբեք մի տվեք այո կամ ոչ, դա էլ է հիմարություն, հա, դա լուրջ հարց չի, որ դուք տալիս եք։ Այսպեսի պահանջող կամ կրկնվող հարցեր, սա համեմատելու չէ իրական տարոլոգի հետ, հա, սրանք խաբեբաներն են, շառլատաններն են։ Ախտորոշում եմ հիմա ես անում, դա սկսնակների 6 հիմնական սխալներն են, որոնք կարող են հետագայում չաշխատել, ովքեր սովորում են հիմարների տգետների մոտ եւ չեն տալիս հենց այս գործիքները։ Առաջինը հենց սխալը, որ զգուշացում է, դա անգիր անելն է, այսինքն լուծումը ինտուիտիվ, ասոցիատիվ տեսողություն։ Իվարկյան հիմա կմոտենամ։ Ահա, ինչպես տեսնում ենք, երկրորդը դա
լղոզվածն է, կոնտեքստավորումը, հարցերը, որ ճիշտ չեն աշխատում իրանց, հենց իրանց սխալներից է, երկրորդը, ը, լուծումը նեղ է ստեղ, չի կարա ճիշտ աշխատի դա, սկսնակների համար, երրորդը դա հարցի կորուստ, եւ այստեղ երրորդը դա հարցի կորուստն է, լուծումը, դրա պետք է գրի առնել բլոկնոտում եւ անընդհատ վերադառնալ, սրանք մեծ սխալներ են սկսնակների համար. Չորրորդը դա էգոյի պրոյեկցիան է, այսինքն լուծումը մտածում են աբստրակցիա եւ բարձաբանող հարցեր հաճախորդին։ Սա էլ է սխալ աշխատում։ Հինգը դա միջուկյան տեսումն է, որին ուշադրություն չեն դարձնում։ Լուծումը մտածելով դա համակարգված եւ կառուցվածքային կրթություն։ Եվ վեցը պերֆեկցիոնիզմն է, լուծումը մտածում են անկատարության ընդունում եւ մշտական պրակտիկա։ Անցնենք առաջ։ Ըհը։ Հաջորդը դա էքսպանսիան է, տարոյի կիրառման 5 մակարդակները, որ ոչ մեկ չգիտի, ես չեմ տեսել Հայաստանում, որ իմանային, հիմա մենք ունենայինք իմ նման մասնագետ Հայաստանում։ Տեսնում ենք այստեղ բուրգերը, հա, 1, 2, 3, 4, 5։ Առաջինը, այստեղ ներքևից որ գալիս է, դա մանտիկան է, որը ասում են գուշակություն։ Այսինքն, տեղեկատվության պարզ ստացում, գետնի վրա ենք, չէ, կանգնած, եւ իրավիճակի ախտորոշում։ Երկրորդը դա ինքնաճանաչումն է, աշխարհի օրենքների եւ սեփական ենթագիտակցություն, ուսումնասիրություն։ Երրորդը դա ինքնածրագրավորումն է, այսինքն սեփական, հոգեբանական, տեսնում եք, հա, ես գրել եմ վիճակի ուրեմն կառավարում արկանների խարիսքներով։ Դա երրորդ փուլն է այստեղ, բուրգի նշվել է։ Ուրեմն, եւ այստեղ չորրորդն ա տեսնում ենք, դա մոգական կոռեկցիան է, այսինքն իրականություն եւ իրադարձությունների նպատակային փոփոխում։ Եվ հինգը, այստեղ տեսնում եք բուրգի ամենավերջում, դա պրոֆեսիան բիզնես օրինակ, հա, այսինքն հմտության մոնետիզացիա, հաճախորդների պրոֆեսիոնալ խորհրդատվություն, թե դա ինչպես իրականում պետք է անցնի։ Դու սա պետք է սովորեցնես սկսնակներին։ Հաջորդը ինքնածրագրավորման մեխանիկան է, դա ֆինանսական օրինակ կոդավորումը, որը որ ես այո, իմ 29 տարվա պրակտիկաներում ես սա հավաքել եմ, գրել եմ ինձ մոտ փորձից եւ այսօր ես այդ ծրագիրը
պատրաստել է։ Տեսնում ենք, այստեղ 9 պենտակլյումն է, կինը կանգնած, պենտակլյումները ֆինանսների, հա, վայելում է եւ ձեռքին ցիտիկ կա, հագին բավականին շքեղ հագուստ է։ Այստեղ է պենտակլյումների նշանն եմ դրել, այստեղ տեսնում ենք դրամապանակը, ահա եւ ինչպես դուք կարող եք դա ակտիվացնել, հա, տեսնում ենք այստեղ պենտակլեի տուզը, դա ինչի մասին է խոսում, ֆինանսական կոդավորման հետ կապված։ Այսինքն նոր ֆինանսային հոսքի բացման եւ աշխատանքային ընդունման, ինչը այլ մարդիկ լրիվ այլ բան են ասում, ինչը չի համապատասխանում այսօրվա իմ ժամանակակից կանխատեսումների հետ։ Տեսնում ենք երկրորդը 9 պենտակլյումն է, ինչպես այստեղ տեսանք, այսինքն դա 9-ի պենտակլյումն է, ինչի մասին է խոսում, ֆինանսային առատության վերջնական բերքահավաքի մասին։ Եվ երրորդը ես այստեղ դրել եմ, բավականին շատ կա, դա ես իմ աշակերտներին ցույց կտամ, սենց ինֆոներ կտամ, պենտակլյումների ասպետի, որը ինչի մասին է խոսում, մարդու նպատակասլացության, նպատակաուղղված աշխատասիրության և կայունության կառուցման։ Ասենք հաջորդը։ Ահա, հիմա ես դրել եմ բիզնես ծրագիրը, գնագոյացում և մոնետիզացիա։ Եթե ասենք թե դուք աշակերտ եք, ինձ դիմել եք, ես ձեզ սովորացնում եմ, հա, դուք պետք է իմանաք ոսկե կանոնները, այստեղ ես դրել եմ։ Ուրեմն, այսինքն քչից եք սկսում, մինչև ունենում եք այս, տեսնում եք սխեման գծել եմ, մինչև հասնում եք սրան։ Այսինքն, մենք տեսնում ենք էժանագին գուշակողներ կան, հա, այսինքն թրաֆիկի եւ նոր հաճախորդի ներգրավում, տեսնում եք, սրանք երկուսը սխալ է, որովհետև դա արդեն խոսում է, որ մարդը այլ նպատակներ ունի։ Երկրորդը ուրեմն սրանք ստանդարտ շուկանա, միջին խորհրդատվությունը կայուն եկամտի հիմք ստեղծելու համար, սա սկսնակների համար է։ Երրորդը դա արդեն ճիշտն է, դա բարձր առաքավորության հետ կապ ունի, արժեքավորություն է, այսինքն խորհրդատվությունը հիմնված անձնական բրենդի վրա։ Հա, օրինակ տեսել եք, ես ունեմ վեբկայք, հա, որը կոչվում է Ընկինառը։ Եվ այստեղ ոսկե կանոնն է, ես նշել եմ, որտեղից դու արդեն, որտեղ են քո ռեսուրսները, հա, այստեղ տեսնում ենք գուշակությունը պարզապես վստահություն կառուցող դուռ է, այսինքն front end, որը տանում է դեպի ավելի խորը ծառայությունների back-end։
Դու բացատրում ես դու քո աշակերտներին ինչպես պրոֆեսիոնալ էկոհամակարգը կառուցես քո, հա։ Տեսնում ենք արդյունավետ մոդել գրել եմ գնչունականը եւ արդյունավետ մոդել կարող խորհրդատու։ Տեսնում եք, չի աշխատում դա։ Գուշակություն, որ գրում են։ Գնչուական է, որ գրում են գուշակություն, այսինքն դրանք մասնագետներ չեն։ Դրանք ինչ կարող են անել։ Ես նշել եմ այստեղ, հա, խաչով վախեցնեն հաճախորդներին, ստվերային ախտորոշումներով, չար աչք կա, վրետանեցք կա, խարիսխում է վստահությունը, հա, խարխլում են վստահություն։ Կամ վրա տոհմական գիր կա, սա չի աշխատում, որովհետև սա ձեզ պորտալ է բացում, սնվում ձեր էներգիայով։ Արդյունավետը ո՞րն է ճիշտ մասնագետ, տարող խորհրդատ, տարո թվա հոգեբան։ Մենք տեսնում ենք, այստեղ ես գործիքներ եմ դրել, շատ հետաքրքիր, այսինքն դա գործիքների այսինքն մարդ պետք է էկոլոգիապես մաքուր աշխատի իր հետևորդի հետ։ Դա հոգեբանությունն է, վստահություն, նումերոլոգիան է, բազային մատրիցան, հոգեբանություն, դա վստահության հետ կապ ունի, տեսնում եք, նշել եմ ես, բազային մատրիցան եւ տարո վերլուծություն եւ ընթերցում։ Իսկ առաջ, տեսնում եք ինչ հետաքրքիր եմ այստեղ գրել, սինթեզը, տարոլոգի իրական մտածելակերպ։ Այստեղ ես դրել եմ, մենք տեսնում ենք այստեղ 5-րդ արգանն է, ուսուցիչը, եւ այստեղ տեսնում ենք սրերի բաժը, հա, այստեղ անձ է, ոնց որ ուսուցիչն ու աշակերտը կոպիտ ասած, ինֆորմացիան է սրերի տուզի հետ, հա, նստած սովորում է։ Տեսնում եք, բաց դրել եմ ամեն ինչը, ինչպես դու ճիշտ սովորեցնում, տեսնում եք։ Այսինքն սա վարպետությունը, տարոլոգիան, երբ ուսուցիչը ճիշտ սովորեցնում է, մոտեցում է, այստեղ ոչ թե քարտերը սեղանին դասավորելն է, այլ տիեզերքի լեզվով մտածելը։ Սա շատ կարևոր է։ Ցանկացած այստեղ կենցաղային իրավիճակի վերածումը արկաններով, սա շատ կարևոր է, նուրբ նյուանս է։ Եվ այստեղ վերջնական գծագիրը ես դրել եմ շուտին, հիմարի քարտը, որը հլն տեսեք ինչքան ճանապարհ ունի անցնելու։ Մենք այստեղ տեսնում եք, ես դրել եմ սիմվոլների հետ կապված էներգիաները, որպեսզի դուք տեսնում եք գործիքները, շուտի սապոգները, տեսնում եք այստեղ ծալքերը, գրպանը, որտեղ ես սիմվոլները դրել եմ, թևի ձևը, կանգնած խուրջինը, բոլորը այստեղ կա նշաները, գլխարկը, որը նոր լրիվ զրոյից եկել է ծանոթանա մյուս արտկանների հետ։ Եվ այստեղ ես գրել եմ վերջնական գծագիրը, հա, այսինքն տարոն ճակատագրի անշրջելի դատավճիռ չի։ Այն ձեր իրականության ճարտարապետական հայելին է։ Պետք է դադարեք անգիր անել, սկսեք տեսնել ինձ նման եւ զգալ։ Դա մեկ
Պետք է բառերը ձեր հստակ ճիշտ ձևակերպեք, լազերային հարցեր պետք է լինի։ Պետք է օգտագործեք քարտերը որպես ինտերֆեյս, ոչ թե աստվածություն։ Այո, պետք է կառուցեք ձեր սա սկսնակների համար սեփական ճանապարհը, այլ ոչ թե կոպի անեք ինձ, այն մեկից տանեք եւ այլ եւ այլ եւ այլ, դա չի աշխատելու։ Այդպես դուք գուշակ եք դառնում, ինչը չի աշխատում։ Զրոյի մեջ արկանումը, հիմարը անորոշ ճամփորդությունից է խոսում, որը դուրս է գալիս եւ հələ ճանապարհը པարզ չի, հա, որ նա գնում է, թե նրան ինչ է սպասում։ Վերածելով, վերածվելով ներողություն, սեփական կյանքի իրականը, իրական, այսինքն կայսրը, չորրորդ մեծ հոգևոր արկանը, գծագիրը մարդու ձեռքերում է։ Սա դեռ հլը առաջինն է, որ ես ձեզ այսպես ցույց տվեցի ու գիտեմ, որ բավականին հետաքրքիր է ձեզ համար։ Այստեղից դուրս ենք գալիս, հիմա մենք անցնենք հաջորդը, տեսնում ենք տարոյի հիմունքներ ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ վարպետություն, այսինքն սկսնակների ուղեցույց, մի վարքյան, սիրելի հետևորդներ, մի վարքյան, անստա անջատենք, ահա, չեստը չէ, ահա, մի վարքյան, սիրելի հետևորդներ, ահա, կարծում եմ ինձ տեսնում եք, մի վարքյան YouTube-ին անջատեմ, ահա, հեսա, ահա, ստակ ես անջատեցի, որպեսզի չխանգարի ինձ ձայնը, ահա, այս, մի րոպե սիրելի հետևորդներ, այսպես մի փոքր մեծացնենք, ահա, այսպես մի րոպե, հիմա մի հատ մեծացնենք, մի փոքր, ավելի ցածանք, ահա, կարծում եմ դուք ինձ այո տեսնում եք, այստեղ, ահա, ստե դնենք, որ չխանգարի, հիմա մենք տեսնում ենք տարոյի հաջորդը, հա, այստեղ ուրեմն տարոյի հիմունքներ ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ վարպետություն։ Այդտեղ ես շունն է, հիմարի քարտն է, տեսնում եք, էներգիաները դրել եմ, ինտուիցիայի ուղին նրա, որտեղ որ ինքը չի էլ նայում եւ դեմը տեսնում ենք, տեսնում եք, նշվել են, որ կարող է կործանվել, այստեղ Սատուրն է, կստացի, սա էլ եմ ես ստեղծել, ասպետի հիմքերն է այստեղ, գիտելիքների աղբյուրն է, նշանները, որը որ դուք տեսնում եք այստեղ, շամ կողմը դեպի, քայլը, տեսնում եք, եւ գիտելիքների աղբյուրն է այստեղ, բավականին շատ է ինֆորմացիաները, ամեն մարդ չի որ կարող է սա ճիշտ ընկալել, ինչ է իրականում տարոն կարծրատիպերի կոտրումը, տեսնում եք, սա
աշխատող չի, որովհետև մարդկանց ծրագրավորում են, խաբում են միֆերը, գուշակություն են ասում, ճակատագրի անխուսափելի դատավճիռ մարդկանց կոդավորելով կրոնական արգելքներ կամ սև մոգություն, այսինքն ամեն ինչ բացասական, ինչ իրանց եկել անցյալից, փորձում են կոդավորել եւ այդ մարդկանց էներգիաներով սնվել եւ մեծ գումարներ աշխատել, դա չի աշխատում։ Հաջորդը դա մենք տեսնում ենք եռանկյունին, տեսնում եք իրականությունը, եթե դու իրականում տեսնում ես, չտեսնող մարդը ոնց կարա սա լինի, հա, քառակուսին։ Դա, այսինքն, դա իրականությունն է, տեղեկատվական վերլուծության գործիքի հետ է կապված, ենթագիտակցության եւ իրականության հետ կապի կամուրջի մասին է խոսքը եւ հնագույն արխետիպների եւ խորհրդանիշների լեզուն, որոնք սիմվոլներով եւ դու տեսնելով ինտուիցիայով կարողանում ես ճիշտ օգտագործել այս սակրալ գործիքը։ Հաջորդը դա տիեզերական ճարտարապետությունն է 10 տարում 78 քարտ է, այսինքն 78 բալանի, որը քեզ բանալի օգնում է քո կյանքում։ Ավակ արկանները 22 քարտերն են սկզբից ձեզ ցույց տվեցի, մակրոկոմուս այստեղ որը խոսում է գլոբալ, հա, ճանապարհորդությունը, տիեզերական օրենքները, ճակատագրական փուլերը մարդու եւ խորը հոգեբանական արգելքները, արխետիպները կներեք։ Երկրորդը դա 56 քարտերն են, փոքր արկանները, այստեղ կենցաղային իրավիճակներն ընդհանրապես իրադարձությունների ցույց տալիս հույզերը մարդու, առօրյա որոշումները եւ ֆիզիկական աշխարհի գործողությունները։ Տեսնում ենք, հա, փոքր արկաններն են այստեղ։ Գավազաններ, 4 տարերքները, բաժակներ, ջրի տարերքը, սրերը եւ պենտակլյումները։ Հաջորդը ինչպես ընտրել առաջին կապուկը։ Ինչ է ընդհանրապես սա նշանակում։ Rider Waite, ես դες ասի, հա, ամենացածրն է, որը ունի սիմվոլներ եւ շատ հեշտ է սկսնակների համար սովորելը։ Ահա, սխալիովին նկարագրված է կրտսեր արկաներ, հստակ ասոցիացիաներ։ Նայեք, դատավճիռ իդեալական է շատ սկսնակների համար, ովքեր որ սովորում են։ Վիզուալ ինտուիտիվություն է այստեղ կարևոր է եւ սա սկսնակների համար է։ Մարսելյան տարոն չի կարող սովորել ոչ մի սկսնակ սկզբից եւ մյուսը, հա, Ալիստեր Գրոուլի ստեղծած տարոտոտան, դա շատ ավելի կբարդացնի իրավիճակը եւ դուք ամեն ինչ կխառնեք իրար։ Այստեղ եթե նայում ենք Մարսելյան տարոն, հա, տեսնում ենք ունի բավականին պատմական խոր արմատներ, բայց այստեղ կրտսեր արկանները նկարագրված չեն, այսինքն նման է խաղաքարտեր սովորական։ Դատավճիռի համար այստեղ փորձառու մասնագետների համար է սա, այսինքն ոչ թե սկսնակ, այլ իմ նման մասնագետների։ Վիզուալն է այստեղ շատ կարևոր, ինտուիտիվությունը սկսնակների համար, բայց այստեղ շատ բարդ կլինի, ամեն ինչ կարող եք խառնել։ Իսկ ինչ վերաբերվում է Ալիստեր Կրոուլին, տեսնում եք, ես ունեցել եմ այս քարտը, ինձ տվել է իմ գոլեգան Մհեր Զարգարյանը, բավական շատ հզոր էներգիա ունի, սա բավականին շատ խիստ բարձր աստղագուշակության հետ կապված, հենց ինքը օկուլտային սիմվոլները շատ են եւ ծանր էներգետիկա ունի, ամեն մարդ չի, որ այս էներգետիկան կարող է դիմանալ։ Այսինքն չափազանց բարդ է առաջին օրվա համար սկսնակների համար։ Էլի սկսնակների համար հետագայում կարող եք օգտագործել, բայց ոչ սկզբից խորհուրդ եմ տալիս Rider Waite։ Ոսկե կանոնը ինտուիցիա, ոչ թե մարդիկ, որ անգիր են անում, փակողին անգիր անելն է, հենց ես նշել եմ, որպեսզի տեսնեք, այստեղ գրել է 78 քարտերի հարյուրավոր նշանակությունները հիշելու փորձը կարող է հասցնել խուճապի, շփոթության եւ ռոբոտացված ընթերցման։ Դա չի նշանակում, որ դու մասնագետ ես, տեսնում եք, այստեղ էլ եմ նշել։ Եվ այստեղ վարպետությունը, եթե դու վարպետ ես, տեսնում ես եւ այլն, ինտուիտիվ ընթերցումն է, հա, տեսնում եք, այստեղ կապը կա,
Եվ այստեղ ըմբռնում են քարտի միջուկը, հիմնական սերմը սա է եւ թույլ են տալիս, որ վիզուալ ասոցիացիաները կապեն այն հարցի հետ ձեր, որոնք դուք տալիս եք։ Անցնենք հաջորդը ինտուիտիվ ընթերցման ալգորիթմը, հա, առաջինը որն է նայել, այսինքն բացում եք ձեր աչքերը, որն է ձեր առաջին դետալը, որ դուք տեսնում եք, որը որ գրավում է ձեր ուշադրությունը, հենց առաջինը դա է, որ պետք է ուշադրություն դարձնեք քարտերին, տեսնում եք։ Ես այստեղ նշել եմ օրինակ 10-ի գավաթները։ Երկրորդը պետք է զգաք եւ ստեղ ինչ հույս կա ներքին ասոցիացիա է արտնասնում այդ պատկերը հենց այս պահին ձեր մոտ։ Երրորդը դուք պետք է կարողանաք այդ երկուսն իրար հետ կապել, ինչպես է ձեր զգացածը վերաբերվում տրված կոնկրետ ձեր ճիշտ տված հարցին։ Եվ չորրորդը պետք է վերլուծեք, այսինքն հիմնավորեք ինտուիցիան քարտի բազային իմաստով, այսինքն միջուկով, որպեսզի կարողանանք ճիշտ կանխատեսել։ Հաջորդը հարցի ձևակերպման արվեստը ինչպիսին է։ Ճիշտ պատասխանները 50%, հա, թաքնված կարող է լինել հենց ճիշտ ձևակերպած տարոլոգի հարցի մեջ։ Իսկ անորոշ հարցը ստանում է հենց ինքն էլ անորոշ պատասխան։ Սխալը սա է, պասիվ, տեսնում եք նշել եմ, իսկ ճիշտը հստակը, եթե ճիշտ հարց ես տալիս, սա է։ Այսինքն սխալը դա կարող է լինի, ինչ է սպասվում ինձ ապագայում, արդյոք նա ինձ կզանգի, դա չի աշխատում։ Ճիշտը դա հստակը, խոսքի օրինակ, հա, ինչ պետք է անեմ այս տարի կարիերայում աճելու համար։ Կոնկրետ տարում ձեզ հստակ ճիշտ պատասխանում է, կամ որն է նրա իրական վերաբերմունքը իմ ձեր անունը հանդեպ։ Ահա, ստանում եք ճիշտ պատասխան։ Ախտորոշից մատրիցա սկսնակների 6 գլխավոր սխալներ ստեղել եմ ստեղծել, սա Բաշնյան է, տեսնում եք տարոք հարտերից, ես դիտմամբ եմ սա նկարել, պետք է չնային քարտին, անորոշ հարցեր տան, սխալները դա է, մոռանան հարցը, անձնական ինչ-որ պրոյեկցիաներ, այստեղ բազային կառուցվածքի չիմացությունն է, տգիտությունը եւ պերֆեկցիոնիզմն է։ Իսկ մյուսը հաջորդը ես այստեղ դրել եմ լուծումները, հա, պետքա կենտրոնանան վիզուալի վրա, դետալիզացնել նպատակը, այսինքն չնայել քարտին, կենտրոնանալ վիզուալի վրա։ Հասկացաք, անորոշ հարցերը դա դետալիզացնել նպատակը, մոռանալ հարցը դա գրեք բլոկնոտի մեջ, հա, գրի առեք ձեր հարցը, անձնական ձեր պրոյեկցիաները դա լուծումն է, պահպանեք չեզոք դիտորդի դիրք, եւ այստեղ բազային կառուցվածքի չիմացությունն է, գիտությունը, որը պետք է սովորել քարտերի միջուկները։ Պերֆեկցիոնիզմը վերջինը դա ընդունեք ձեր անկատարությունը, հասկացա, ձեր գլխավոր գործիքը տարոյի օրագիր, ինչը ես իմ, այո, աշակերտներին միշտ տվել եմ, այսինքն մարդու ինտուիցիան այստեղ պահանջում է հետադարձ կապ, հա, օրագիրը ինչ անում, օրագիրը ապացուցում է, որ ձեր վերլուծությունը կարող է աշխատել։ Գրում եք ամիս ամսաթիվը հարցը ձեր, հստակ պետքա ձևակերպեք, տեսնում եք հենց առաջինը։ Երկրորդը դուրս բերված քարտերը, որոնք դուրս են գալիս, եւ երրորդ նախնական ինտուիտիվ ձեր ընթերցումը։ Եվ այստեղ չորրորդում արձագանքը ստանում եք տարոյից, հա, ինչպես խոսքի կարող է դրսևորի կյանքում մի քանի օր անց։ Դա է կլինի ձեր հարցի պատասխանը։ Տարոլոգի մտածելակերպը տեսնում եք, եւ այստեղ թարգմանել իրականությունը, գրել եմ տարոյին տիրապետելու համար, այստեղ պետք է սովորել մտածել տարոյով առօրյա իրավիճակները վերածելով արքետիպերի։ Մենք տեսնում ենք կին, հա, տարոլոգ, ով նստած է կոմպյուտերը դեմքին, գրքերը, ոտքը ոտքին գցած եւ աշխատում է։ Նոր դասընթացի սկիզբը աշակերտների հետ կապված, այստեղ թրերի բաժն է, պենտակլերի տուզը, հա, նշել եմ ես երկու քարտերը։ Սա հենց այդ կարգավիճակն է, տեսնում եք։ Հաջորդը մենք տեսնում ենք մոգը։ Արդեն այստեղից մարդ կարող է տեսնում եք շփվում է մոգի հետ, պրակտիկի հետ, ով սովորեցնում է։ Այստեղ կան դետալներ, օրինակ ջուրը, որ տեսնում եք, մենք խմում ենք, դա ինչն է ջրի տարերքը։
Այստեղ նաև ունենք մեկ այլ քարտ գավազանների 5-ը, որը կոնֆլիկտ աշխատավայրում խոսքի օրինակ, որ կարող է լինի կամ ինչ որ մրցակցություն, հա։ Եվ այստեղ ունենք շատ հետաքրքիր քարտ, որը ես դրել եմ, դիավոլը, այսինքն կարևորը որոշման կայացումն է այստեղ, հա, սիրահարները քարտն է այստեղ եւ արդարության քարտը։ Մենք ինչ ենք տեսնում, որ որոշումը կայացված է եւ մենք տեսնում ենք, որ մարդը պատասխանատու է իր աշխատանքին, տիրապետում է 4 գործիքներին եւ այստեղ դասընթացը սովորելու համար, եթե ինչ որտեղ պետք է, մարդը կարող է լինել կոշտ, բայց ճիշտ սովորեցնի իր աշակերտին։ Ասում ենք հաջորդը դա ձեր ճարտարապետությունը սկսվում է հենց այստեղ։ Տեսնում եք ինչ հետաքրքիր նկար եմ դրել։ Սա արևն է դեպի տիեզերք, էներգիան տարոյի, որի կապը ձեր հետ, հա, եւ այստեղ մենք տեսնում ենք մի վարքյան սիրելի հետևորդներ, մի փոքր այս կողմ տանենք, ահա, եւ մենք այստեղ տեսնում ենք ձեր ճանապարհորդությունը գրել եմ ստեղծվում է այստեղ, սա տարոն է, տարո քարտը եւ տեսնում եք այսպես մարդ կարող է բարձրանալ, կապը պահել տիեզերքի հետ եւ աշխատել, այսինքն դեմ պետք է անետեք պերֆեկցիոնիզմը, վստահեք ձեր ինտուիցիային, տիեզերքը ստեղ պատրաստ կլինի ձեզ հետ խոսել, կապը տիեզերքի հետ։ Սա այն մարդկանց համար, ովքեր խոսքի օրինակ կաղում են տարոյի մեջ։ Ստեղ լույս են դրել, տեսնում եք էներգիայի նման շրջանակով, սա հաջորդիվ քարտերի միջուկի խորը ուսումնասիրությունն է, այսպես կամած, հաջորդը տիրապետել 3, ուր է մի րոպե, այստեղ դնենք, ահա, տիրապետել 3 քարտով ընթերցման պրակտիկա, այո, ես նաև այսպիսի դասեր եմ տվել իմ աշակերտներին եւ այստեղ ուր ենք հասնում մոգություն, վիճակի շտկում եւ պրոֆեսիոնալ էթիկա հաճախորդների հետ։ Տեսնում եք, այսինքն դա կապ ունի բավականին շատի հետ, հա, այսինքն շատ մարդկանց հետ դուրս է գալիս ասպարեզ, ինչը կապ ունի ուրեմն, ոյ, անդադ մոռանում եմ լեզվից ծերինը, մեկերը, 9-երը, 5-երը, լեզվից ծերինը, բազմաթիվ շատ մարդկանց հետ աշխատելու, հա, լեզվից ծայրինը, մոռանում եմ, հաջորդը հիմա մենք այստեղից ուժեմ դուրս կգանք, քանի որ խոսքի է տվել, որ աշխատելու ենք, ահա, սա իմ նոր ստեղծված հետաքրքիր բան է, սա հետագայում եմ որոշել դնել իմ էջում, տեսնենք սա որն է, հա, սա այդ կոդը, սա այդ կապ չունի, տեսնենք սա ինչի, սա էլ չի, տարի ճանաչում, հա, սա ես եմ ստեղծել, սա էլ եմ տալու իմ աշակերտներին, ահա, ճգնաժամը ձեր իրական եսի սկիզբն է, սա էլ եմ պատրաստել, ահա, Պուչ շուտա с числом կոդը, այս էլ եմ ես ստեղծել, ամեն մարդու սա խելքի բան չի, մի րոպե, կենցաղային վեճեր եւ գիտակցություն, սա էլ եմ ստեղծել աուդիո, որպեսզի տամ, տարո руководство, սա էլ եմ ստեղծել, ահա, մի րոպե, պետք չի, տեսնենք, սա էլ պետք չի, այս են շատ տարոյի համակարգ, Օրինակ ես էլ ես պետք է ջնջեմ, ուղղացել եմ ջնջեմ, սա հետո ջնջենք, ահա, Սա ես ստեղծել եմ իմ տարո վեդայական թվանշանների ուրեմն ընդհանուր իմ եւ մեր Ալեքսի Կապուստինի Կեյտուի համակարգի հետ ես միացրել եմ նաև իմ թվայինը, վեդիկ ինքներդ եք տեսնում, շատ մեծ է թվայինը ինձ մոտ, շատ բան չեմ ուզում ձեզ ցույց տամ, բայց տեսնենք
Չեմ ուզում բացեմ, թող մնա, խագախնիկ թող մնա, սա շատերի համար անսպասելի կլինի։ Մի խոսքով շատ են։ Ես շատ բան չեմ պատրաստում այլ շատերին ցույց տալու։ Մի վարքյան, հիմա ես սա պետք էր, սա մինիմալն էր, որը ես ցույց տվի այն ինչ ստեղծել եմ։ Ես նաև ստեղծել եմ աուդիո տարբերակներով, ես ստեղծել եմ նաև վիդեո տարբերակներով, իմ պրակտիկայի հետ կապված կան էլի բաներ, բայց ես դրանք չեմ պատրաստում այլ շատերին ցույց տալու։ Դրանք նաև կապված են սափեբաների հետ կապված, որի չու նրանց մոտ չի ստացվում նաև կանխապես շատ բաներ կա։ Իսկ հիմա ես այստեղ միանամ մեզ, այսպես, եւ այսքանով մենք կավարտենք այս աշխատանքը, տեսնենք, եղավ YouTube-ով էլ, բայց այնտեղ արձագանքում էր, ես ստիպված անջատեցի եւ այսպես փորձեցի, չգիտեմ, ստացվել է թե ոչ, բայց կարծում եմ շատ լավ ստացվել է։ Դրա համար ես միշտ եմ ասել, հա, ես այնքանով եմ ընտիր մասնագետ, որ ես միշտ իմ կանխատեսումներում ունենում եմ մեծ հաջողություններ, սրանք պատահականություն չեն, որովհետև իրոք ամենակրուտոյ, ամենալավը հենց իմ դպրոցն է, որովհետև ես ունեմ այն, ինչ ունեն շատ մարդիկ, եւ սա իմ հալալ քրտինքն է, եւ սա այն է, ինչ ես ստեղծել եմ, այն ինչ ես տեսել եմ իմ 29 տարվա տարիների մեծ փորձից։ Եվ սա ոչ մի կապ չունի այլ մարդկանց հետ, ովքեր որ ընդհանրապես հա կարող են ինչ-որ բաներ իմ այսօրվա աշխատանքից հետո ներկայացնել, դա արդեն կխոսի հենց այն մասին, որ մարդիկ այո փորձում են կոպի անել, բայց այդ կոպին ձեր վրա բավականին թանկ է նստելու, որովհետև ինչը իմն է, ուրեմն դա իմն է, իսկ ուրիշինը դու երբեք չեք վայելի։ Ինչ է եղել Յուպի ջան, մեր Յուպի շատ տարօրինակ բաներ է անում։ Ինչևից է, մաղթում եմ բոլորիդ լավ օր, լավ տրամադրություն, սա շատ քիչ բան էր, որ ես ցույց տվեցի։ Այլ բաներ էլ կա, ես դա այսպես ստեղծել եմ հատուկ իմ հետևորդների համար, իմ փակ տելեգրամյան գաղտնի կանալում, որտեղ որ ես շատ հետաքրքիր պրակտիկաներ եմ տալու, որովհետև ես դնում եմ, սա իմ ստեղծածն է, ես դնում եմ բավականին շատ ռեսուրսներ, իմ ժամանակը թանկ, իմ էներգիան, եւ պետք է լինի էներգոապմեն։ Եվ դուք կտեսնեք, թե մարդիկ, ովքեր կանգնած են ինչ որ կետի վրա, դիմել եք, ինչ որ մարդկանց ձեզ ծրագրավորել են, ամեն մարդ պետք է աշխատի իր վրա։ Կսկսենք զերոյից, հենց իմ փակ տելեգրամյան կանալում, եւ ես այնպեսի տեխնիկաներ եմ տալու, որ դա իմն է, իմ ստեղծածն է, եւ այդպեսի բան դուք ոչ միտեղ չեք կարող դիտել եւ կիրառել, որովհետեւ դա իմն է եւ ես եմ ստեղծել։ Դու մինչեւ դա չես աշխատացնում, չես տեսնում ինչպես է աշխատում, չի կարելի հենց այնց լցնել, տալ հետևորդին, հա, որովհետեւ ամոթ կլինի, մեկ, երկրորդ դու պետք է տեսնես, փորձես, հասկանաս ինչպես է դա աշխատում, քեզ մոտ նոր արդեն սկսես դրանք վաճառել։ Այսօր այսքանը լավ, եղեք, կհանդիպենք հաջորդ իմ եթերում։ Ցտեսություն։